Բուրսայում մարդիկ խուճապահար փախչում են իրենց տները կուլ տալ պատրաստվող կրակից։ Թուրքիայում չեն դադարում անտառային հրդեհները, 5 օրում բռնկվել է մոտ 350 հրդեհ։ Հրշեջները թե օդից, թե ցամաքից փորձում են կրակի դեմն առնել, բայց հանգցվածներին փոխարինում են նորերը։ Մանիսայում հրդեհն արդեն ոչնչացրել է 12 հեկտար անտառ։ Բռնկման պատճառը հետաքննելու ընթացքում պարզվել է աղետը մի աբսուրդ պատմությունից է սկսվել։ Մի տղամարդ այրել է բարձը, որի վրա տիզ է գտել, եւ այն նետել է այգի։ Դատարանը կալանավորել է տղամարդուն։ Միայն Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ դուրս են եկել 4 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 100-ից ավելի հրշեջ մեքենա, 1000 հոգանոց անձնակազմով։ Մենք այս պահին տարհանումներով ենք զբաղված, արդեն 2000 տուն ենք տարհանել, նրանց մի մասին մեր տներում ենք տեղավորել, մինչև լուծում գտնենք։ Տարհանվածները հաճախ հեռուստացույցից են իմանում, որ կրակը քիչ-քիչ հասել է իրենց տներին։ İlk başta evin yanında dediler bana. Ինձ անգեցին, ասացին տունը դվարվել է, հետո պարզվեց մեր հարևանի տունն է վարվել։ Հրշեջները մինչև հանգցրին, տանս խոհանոցն ու հյուրասենյակը մոխիր էր դարձել։ Առաջիկա օրերին Թուրքիայում ջերմաստիճանն ավելի է բարձրանալու։ Ուժեղ քամիներ են սպասվում։ Երկրի իշխանությունները հորդորել են պահպանել զգոնություն եւ ոչ մի դեպքում դրսում կրակ չվառել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։